Ամենայն հայոց կաթողիկոսը վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարարից ստացել է պաշտոնական ծանուցում Իլյա Բ. կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ, փոխանցում են Մայրաթոռի տեղեկատվական համակարգից։ Վեհափառ հայրապետը մտադիր է այցելել Վրաստան։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, նշված է պարզաբանման մեջ։ Իսկ հնչական կոմիտեից հայտնում են, որ Գարեգին Բ. Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացվել է և օրենքով սահմանված ժամկետում այն կքննվի։ Արցախից բռնի տեղահանված 34576 անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Ներքին գործերի նախարարի տեղեկացմամբ տեղահանված անչափահասների թիվը 28000 է, նրանցից 12000-ը արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ 2025-2026 ուսուցիչ տարվա ավարտին Հայաստանի բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները գրականություն և Հայաստանի պատմություն առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով, երկու առարկաների բովանդակությունը ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից։ Մարտի 27-ին ըստ ԿԳՄՍ-ի ուսուցիչների և սովորողների համար նախատեսվում է կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար հարցուպատասխան։ Նուբարաշեն կալանավայրում ծառայողները շաուրմաների միջից հայտնաբերել են 3 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող ընդհանուր 6 գրամ քաշող դեղնականաչավուն զանգվածներ։ Հանձնուկը բերած քաղաքացին ձերբակալվել է։ ԱՄՆ-ում բացահայտվել և կալանավորվել է հայերից կազմված հանցավոր խմբավորում, որը զբաղվել է խարդախություններով և հափշտակություններով։ Այս մասին երևանյան լրատվամիջոցներին հայտնել են ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի փաստաբանական գրասենյակից։ Մարտի 19-ին նրանք կալանավորվել են 15 դրվագից բաղկացած դաշնային մեղադրական եզրակացությամբ։ Հանցավոր խումբը գողացել է մահացած տարեցների անձնական տվյալները, օգտագործել այդ տեղեկությունները տների սեփականության վկայականները յուրացնելու համար, այնուհետև վարկեր են ձևակերպել։ 11 մեղադրյալները 32-ից 66 տարեկան են։ Այս գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17 միլիոն 400 հազար դոլար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։